Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ռազմական եւ անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Արզումանյան։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ձեզ շնորհակալություն։ Վերջերս տարածվել էր հետևյալ հայտարարությունը անվտանգային եւ ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման կողմից։ Նախ ես գիտեմ, որ դուք եւս այդ միավորման մեջ եք, կասեք ձեր դերակատարումը այդ միավորման մեջ, երկու խոսք խոսենք այդ միավորման մասին, բայց այժմ ես ասեմ ինչի մասին է հայտարարությունը, հետո արդեն ձայնը տամ ձեզ։ Եվ այսպես, անվտանգային եւ ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորումը ընդունել է հայտարարություն, որում մասնավորապես ասում է միջազգային կարգի քայքայումը, ուժի գերակայության վերադարձը, սա մասին մենք սա ենք ականատես լինում։ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի իշխանության գալը ուղեկցվում է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային կարգի քայքայումով։ Միացյալ Նահանգները ասված է հայտարարության մեջ լինելով այդ համակարգի հիմնադիրներից մեկը, այժմ որդեգրել է դրա ապամոնտաժման քաղաքականություն։ Եվս մեկ մեջբերում միջազգային հարաբերություններում գերակշռող սկզբունքը վերածվում է ուժի իրավունքի եւ ջունգլիների օրենքի։ Այս հայտարարության մեջ նկարագրում եք այո այդ նոր ստեղծված իրավիճակը, բայց այստեղ շատ կարեւոր է, որ ոչ միայն նկարագրում եք, այլ նաեւ նշում եք, թե ինչ պետք է անի Հայաստանը այս պարագայում։ Եվ այսպես ինչից կցանկանաք սկսել։ Նախ իհարկե կարևոր է մենք հասկանանք ինչ կազմակերպություններ են մտնում այդ միավորման մեջ, ինչ է իրենից ներկայացնում միավորումը, որ հասկանանք ում կողմից է այդ հայտարարությունը, այնուհետև մենք կքննարկենք, թե ինչ պետք է անել այս ստեղծված իրավիճակում։ Ռազմամարզական միավորման անդամներն են, ալյանսի անդամներն են, ռազմամարզական կազմակերպությունները, ոնց դա ծնվեց, ոնց դա զարգացավ 2020 թվականից պատերազմից հետո, երկրորդ Արցախյան արշավից հետո, երբ մենք որպես հասարակություն հասկացել ենք, որ մենք ունենք բաց թողումներ եւ հասկացել ենք այդ բաց թողումներից մեկը հասարակության անպատրաստությունն է, այն անձնավորությունները, որ անցել են պատերազմով, ունեցել են այդ փորձը, հասկացել են, որ պետք է հասարակությունը պատրաստի։ Հատրաստության պատրաստության ճանապարհը պիտի անցնի ուրիշ մակարդակի վրա, այդ աշխատանքները պիտի անցնի ուրիշ մակարդակի վրա։ Եվ այդ ժամանակ Հայաստանում ծնվել են եւ սկսել են զարգանալ տասնյակ կազմակերպություններ, որոնք իրենց արժեվ հարց էին դնում, ոնց պատրաստել հասարակությանը ապագա ճգնաժամի եւ պատերազմի։ Բայց երբ ծնվել են տասնյակ կազմակերպություններ, հասկացություն է ծնվել, որ պետք է կազմակերպությունները հավաքվեն, դառնան միավորում, որ կարողանան ներկայացնեն հասարակությանը այն մոտեցումները, պետությանը, իշխանությունները, այն մոտեցումները, որի վրա այդ հասարակությունները կազմակերպությունները տեսնում են լուծումները։ Եվ այդտեղից ծնվեց այդ միավորման գաղափարը, որը սկսեց իրականացնել 2022 թվականից եւ այսօր արդեն ձևավորված միավորումը, որտեղ արդեն կա 18 անդամներ, 18 կազմակերպություններ եւ կան իհարկե անձեր կան, անհատներ կան, մի քանի անհատ կա, որը մասնակցել են կազմակերպության մեջ, նաեւ ես կազմակերպման աշխատանքների մեջ, բայց հիմնական ուղղությունը հավաքել եւ ձևավորել այն խնդիրները, այն մարտահրավերները, որը իշխանությունը, պետությունը եւ հայությունը, հայ ժողովուրդը պետք է լուծի, որտեղ մենք պատրաստված ենք պատերազմի կամ ճգնաժամի։ Եվ տրամաբանորեն միավորումը եկել է գաղափարի այն մոտեցումների, որը ձևավորված է համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգի ձևավորման շուրջ, որ Հայաստանի դեմ գոյատևական սպառնալիքները ռազմական այնքան մեծ են ուժային կենտրոնների կողմից, երբ դու պարտավոր ես Հայաստանի պաշտպանության աշխատանքների գործողություններին միավորես եւ բերես հայ ժողովրդի ներուժը։ Միայն հայկական պետությունը չի կարող այդ խնդիրը լուծի։ Հայաստանի պաշտպանությունը բամեն հայի յուրաքանչյուր հայի մոտեցումը եւ մոտեցումը պիտի լինի։ Մենք ամենը պիտի իրաց տեղը տեսնենք այդ գաղափարի, այդ համակարգի ներքո։ Այդ գաղափարները, որ
որ մենք վերջի 3-4 տարին մշակում ենք, զարգացնում ենք։ Առաջի հաջողություններից, որը մենք ունեցել ենք 2022 թվականին, ասենք զենքի օրենքներ, որը ընդունվել է, որը հնարավորություն է տալել դեր հասարակության ունենալ զենք եւ պատրաստվել։ Եվ այլ այդ աշխատանքները քայլ առ քայլ առաջ են տանում։ Միավորման անդամներ են հայտնի կազմակերպություններ, ասենք որպես Ոման է կամ Ազատազեն հրաձգարանն է, բայց կան նաև ոչ այդքան հայտնի, բայց ամեն մեկանում երկու տոր աշխատանքը։ Հայաստանի պաշտպանությունը այնքան լայն խնդիրներ է ընկալվում իրար մեջ, որ ամեն մեկ իր աշխատանքը գտնում է հասարակության հետ աշխատել, պատրաստել կրակային պատրաստում, առաջի օգնության պատրաստություն եւ այլ։ Եվ բոլոր այդ կազմակերպությունները ամեն մեկը իր ուղղությամբ, մեկը իր մարզում, այդ աշխատանքները առաջ են տանում։ Ես նոր եմ իմացել, փաստորեն այս հայտարարությունից ես իմացա, որ այդպիսի միավորում։ Առաջի հայտարարությունը, բայց ուղղակի ես նոր եմ նկատել, ներող եղեք եւ ինձ շատ ուրախացրեց, որ այսպիսի միավորում, այո, իսկապես կա, գործում է եւ յուրաքանչյուրը փաստորեն դուք ասացիք իր հատված գործն է անում։ Իր հատված գործը, իր տեղ, իր ոլորտի կոնտինգենտի ինչ որ կտորի հետ ամեն մեկը աշխատում է եւ միավորումը փորձում է ամեն ինչը հավաքել, սինխրոնիզացնել, որ կարողանաք հասարակությանը, իշխանությանը, պետությանը հասցնեք այդ ոլորտում զբաղվող քաղաքացիների մտահոգությունները, լուծումները եւ այլ։ Հիմա բուն հայտարարության մասին ինչ մեղքս թաքցնեմ, այս հայտարարությունը մի քանի օր է ինչ ես տեսել եմ եւ այս գաղափարները, որ դուք այս ձևակերպումները, որ դուք նշել եք, ես չէի նշում որտեղից է հղում չտալով, ես քաղաքական մեկնաբանների հետ քննարկում էի, մասնավորապես միջազգային կարգի քայքայում ձևակերպումն է ձերը, ուժի գերակայության վերադարձ ձերն է այստեղից է ձևակերպումը գնացել, մենք քննարկում ենք եւ այո բոլորը համաձայնվում էին, որ իսկապես այն ինչ հիմա կատարվում է, կարող ենք ասել, որ ուժի գերակայության վերադարձ է, դուք անգամ այսպիսի ձևակերպում ունեք, միջազգային հարաբերություններում գերակշռող սկզբունքը վերածվում է ուժի իրավունքի ջունգլիների օրենքի եւ ավելին այստեղ մի հատված կա, արդյունքում ասում եք դուք, ներողություն, արցախյան երկրորդ արցախյան արշավը, ասում եք դա նորմ է արդեն դարձել, եթե առաջ մենք արդեն ես չխանգարեմ ձեզ, դուք արդեն ներկայացեք Այն ինչ մենք 2020-23 թվականին մտածում ենք, որ դա ուղղակի ինչ որ Արցախի մի հայ ժողովրդի հետ որ տեղի է ունեցել, Հայաստանի հետ տեղի ունեցել, դա ինչ որ օրենքների խախտում է եւ այլ, բայց փաստորեն 2025 թվականին մենք տեսնում ենք, որ աշխարհում դա դառնում է նորմ։ Այն ինչ սկսվել է Արցախում, Արցախի հայության ցեղասպանության գործողությունները, մենք հետո տեսնում ենք ոնց է դա իրականացնում Գազայում։ Մենք տեսնում ենք ուկրաինական պատերազմում ոնց կարելի է սահմանները չտեսնել եւ հարձակվել երկրի վրա եւ վերցնել տարածքներ, եթե դու կարողանում ես դա անել։ 2020-23 թվականին մենք փորձում ենք բողոքել աշխարհին, որ դա այն ընդունելի մոտեցում է։ Մենք մտածում ենք օրենքի գերաշխություն, միջազգային օրենքի գերաշխություն եւ մենք ունենք հնարավորություն այդ ձևով պաշտպանել Հայաստանը, բայց 2025 թվականին բավականին պարզ եւ հստակ հասկացողություն է, որ բիրտ ուժը, ռազմական ուժն է որոշում ամեն ինչ։ Այն խոսքերը, որ մենք վաղուց գիտենք, որ ուժն է ծնում իրավունքը, Նժդեի ժամանակ ձևավորված 100 տարուց հետո մենք նորից մտել ենք այդ տարածաշրջան։ Եվ շատ վտանգավոր է։ Շատ վտանգավոր է իհարկե գայանե, որովհետև դու պիտի ունենաս ուժ, հզորություն, եթե ուզում ես գոյատևել այս աշխարհում։ Այն բոլոր մոտեցումները, սպասումները, որ դու կարող ես հասնել խաղաղության, ունենալ կայուն հարաբերություններ քո հարևանների հետ, դա արդեն հետ է դնում դրանից պիտի հետ կանգնես եւ մտածես ոնց ես դու պաշտպանում Հայաստանը ավելի ու ավելի որակյալ փոխված միջազգային անվտանգության միջավայրում, այս որ մենք ունենք։ Դա վտանգավոր է եւ լրիվ ուրիշ խնդիր է։ Փաստորեն այն 5 տարին, որը անցել է 2020 թվականից, Հայաստանի իշխանությունները մենք որպես հասարակություն հույսեր է կապում ուրիշ աշխարհի, ուրիշ զարգացումների վրա, բայց այսօր պիտի կոնստատացնենք, որ աշխարհը լրիվ ուրիշ է այսօր եւ մենք պիտի պատրաստվենք Հայաստանը պաշտպանել եւ զարգանալ լրիվ ուրիշ միջավայրում։ Բայց գուցե սա սկիզբ է նրան, որ մեզ նման պետությունները կուլ գնան
Կարող է։ տան մեզ նման պետություններին, ոչ միայն մեր մասին է խոսքը։ Իհարկե, դա վտանգ է ոչ թե միայն Հայաստանի համար, բայց բոլոր փոքր եւ միջին պետությունների համար դա վտանգավոր է։ Հետսովետական բոլոր երկրները այդ վտանգի տակ են, բայց ոչ թե միայն հետսովետական։ Եվ դուք ես նշեցի, որ հայտարարության մեջ մեծ տեղ է գրավում, դուք եզրակացություն ունեք եւ հատուկ բաժին կա։ Ինչ պետք է անի Հայաստանը։ Հա, դրա մասին խոսում եք եւ այստեղ ուղղակի ես ձևավորած անվտանգության միջավայրում դու ուրիշ ելք չունես, քան պաշտպանվել։ Բայց եթե դու սկսում ես պաշտպանվել, դու պիտի հզորանաս, որ կարողանաս գոյատևել այս աշխարհում։ Հզորանալու համար դու որպես սկզբ, որպես պրինցիպ, որի վրա դու պիտի հիմնվես, դա քո հզորությունը պիտի հիմնվի քո սեփական ուժի վրա, քո սեփական ներուժի վրա։ Հիմա փորձեր, հույսեր կապել դաշնակիցների հետ, հույսեր պահել, որ դաշնակիցները քեզ կօգնեն, մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հարաբերությունները այսօր ինչքան վտանգավոր է եւ Եվրոպան կանգնեց շոկի առջեւ։ Այս միջավայրում դու պիտի հիմնես միայն քո հիմնական, քո սեփական ներուժի եւ հնարավորությունների վրա։ Դες այսինքն մենք որպես ժողովուրդ պիտի հասկանանք, որ հայկական քաղաքականությունը, հայկական ապագան պիտի կառուցվի ինքնաիշխան Հայաստանի վրա եւ հայակենտրոն լինի։ Դու պիտի վերցնես եւ հիմնվես քո սեփական ներուժի վրա։ Միայն այդ ճանապարհի վրա դու կարողանում ես ունենալ ապագա։ Այն մոտեցումները, որ ինչ որ ուժային կենտրոններ կապահովեն քո անվտանգությունը եւ այլ, այդ ամենը հիմա դառնում է անիմաստ։ Մինչև 2025 թվականը դու կարող ես հույսեր ունենալ, որ երկիրը կլինի ուրիշ ձևի, բայց այսօր այդ հույսերը չկան։ Այստեղից հարց աճում ոնց Հայաստանը կարող է պաշտպանել իրան։ Եվ այստեղից նորից մենք պնդում ենք մեր հայտարարության մեջ, որ անվտանգության համապարփակ պատեցումը անվտանգության, երբ դու կառուցում ես քո անվտանգությունը հիմնելով ողջ հայ ժողովրդի ներուժի վրա, այլ ընտրակ չունի։ Հայկական իշխանությունները ոնց որ ընդունել են գաղափարները, համաձայնվել են, բայց որևէ կոնկրետ քայլերի ուղղությամբ մենք չենք տեսնում ցավոք սրտի, բայց հիմա եթե դու հնարավորություն ունես հայտարարել այդ մոտեցումները եւ բացի տեսլականից, որը ձևավորված է, դու ինչքան կարելի է շուտ պետք է ձևավորես ռազմավարություն, ոնց ես դու կիրառում այդ սկզբունքները հայկական պետության իշխանության եւ քաղաքականության մեջ։ Դա բավականին դժվար է, որովհետեւ դա նշանակում է, եթե դու այդ ճանապարհով գնում ես, համապարփակ մոտեցումը եւ լավ է եւ վատ է նրանով, որ ինքը պարտադրում է, որ դու հետ կանգնես հետ մտածելակերպից եւ մշակույթից։ Հայաստանը, հետ-սովետական Հայաստանը դուրս գալով սովետական միությունից, իհարկե իր մեջ ներկրում է այդ կայսրական սովետական մոտեցումները, մոդելները, կյանքի կազմակերպման, իշխանության կազմակերպման, պետության կազմակերպման։ Համապարփակ մոտեցումը ասում է դրանից պետք է հրաժարվես եւ ձևավորես ժողովրդավարական միջավայր, ժողովրդական սկզբունքների վրա կառուցես, երբ դու նորից նստում ես եւ պայմանավորվում ես հասարակությունը, ժողովուրդը, պետությունը եւ իշխանությունը ոնց են իրանք միասին պաշտպանում Հայաստանը։ Փաստորեն դու պիտի խոսես նոր քաղաքացիական պայմանագրի մասին, այդպես կարելի է ձևավորել, որտեղ հին պայմանագիրը, որ մենք ունեցել է, երբ պետությունը ասում էր հասարակություն, ժողովուրդ, հանգիստ կացեք, ես Հայաստանը կպաշտպանեմ, դուք զբաղվում եք ձեր աշխատանքով, վարկերն եք մուծում, մնացածները ես կանեմ։ Եվ մենք ստացել ենք 2020-23 թվականը։ Այսօր ամեն ինչ փոխում է։ Եվ պետությունը պիտի համաձայնվի, որ առած հասարակության, առած հայ ժողովրդին չի կարողանալ Աշխարհազորի գաղափարն եք։ Պայեստազորի գաղափարը, աշխարհազորը որպես պայեստազորի գաղափարը եւ այլ, դա մենչը համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգի տեսլականում ձևավորված է։ Ոգեզեն համայնքը, բացի արմիավորումից, ձևավորվել է 3 տարվա ընթացքում ոգեզեն համայնքը եւ հարթակը, որտեղ հավաքվում է ոչ թե միայն ռազմամարզական կազմակերպությունները, բայց ավելի լայն շրջանակ, բիզնեսմեններ, հասարակական կազմակերպությունները, որը ձևավորել են հայեցակարգ, ոնց կարելի է լուծել այդ խնդիրները համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգի կառուցման։ Շատ ներողություն, դուք ինքնապաշտպանության հարցն եք բարձրացնում։ Իհարկե, ինքնապաշտպանության, բայց յուրաքանչյուր անձի մասին է խոսքը։ Յուրաքանչյուր անձի մասին, բայց ոչ թե միայն անձի, բայց անձը դառնում է համակարգի մաս, որտեղ բացի անձից կա տարածաշար համայնքների պաշտպանության խնդիր, դու պիտի որպես անձ պատրաստես քեզ պաշտպանել, դու պիտի պատրաստես պաշտպանես քո ընտանիքը, դու պիտի պատրաստես պաշտպանես քո փողոցը, քո քաղաքը, քո գյուղը,
քո մարզը, քո համայնքը, եթե Սփյուռքում ես պիտի պատրաստես, ինչը մենք տեսնում ենք Սիրիայում, այնինչ տեղի ունենում, հայկական համայնքը պիտի պատրաստեն իրան պաշտպանել։ Դուք համայնքները եւ քո պետությունը պիտի պատրաստես պաշտպանել։ То есть համապարփակ մոշտեցումը խոսում է նրա մասին, որ Հայաստանի հայ ժողովրդի պատրաստությունը ունի շերտեր, այդ շերտերը պիտի ամեն մեկի դու ձևավորած ես խնդիրներ, որ լուծում ես։ Հայեցակարգի մեջ այդ բոլորը շտրիխներով այդ ամեն ինչ արդեն ձևավորված է։ Ինչպես է դա։ Իհարկե դառնում է քո բանակը, առանց քո բանակի, առանց քո պետության այդ խնդիրները լուծելը անհնար է։ Եվ դա այդտեղ դա պարտադրում է փոփոխություններ ռազմական ուժերում, անվտանգության համակարգի փոփոխություններ։ Բանակի հետ համաձայնեցված է այդ ամեն ինչը կարելի է անել միայն ու միայն բանակի հետ համաձայնացված իհարկե։ Դու որպես հասարակություն կարող ես ինչ-որ աշխատանքներ անել, բայց պատերազմի վարումը դա պետությունն է վարում։ Հասարակությունը պատերազմ չի վարում, ժողովրդի պատերազմն է վարում, իշխանությունն է ղեկավարում պատերազմը եւ տանող ղեկավարում բարձր ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Առանց դրա անհնար է պատերազմի մեջ հաղթել եւ վարել պատերազմ։ Բայց մենք որպես հասարակություն մինչև Հայաստանի իշխանությունը եւ պետությունը պատրաստ չէ լայնածավալ նման փոխակերպման, որովհետեւ դու պիտի խոսես փոխակերպման մասին եւ դու փոխում ես քո մոտեցումները ոնց ես պաշտպանում Հայաստանը, հասարակությունը կտոր աշխատանք առաջ է տանում։ Եթե պետությունը ունի ռազմական դոկտրինում այդպիսի հանգույցներ, բայց հանգույցները կան, գոյություն են ունենում, ստեղծվում են, բայց դոկտրինում չկա։ Ինչպես այդ համաձայնեցված գործողությունները ապահովել, թե կա դոկտրինում այդ աշխարհազորի գաղափարը, այսպիսի ռազմամարզական կառույցների գաղափարը, փոխգործակցության մասին է խոսքը, որովհետև այդ Այն իհարկե Աստված ոչ արածցե, բայց այն պահին, երբ որ այդ ամենը պետք է համաձայնեցված գործի, որպեսզի նախապես մենք իմանանք ամեն մեկը իրենց տեղը գիտեն, իրենց դերը գիտեն, թե ոչ, թե բանակը մեկ գործողություն է անելու, աշխարհազորը եւ յուրաքանչյուրը, ինչպես ես ասացի, ամեն անհատ իր ինքնապաշտպանության հարցն է միայն լոկ լուծելու, չիմանալով, որ թիկունքում ունի բանակ կամ թիկունքում ունի ինչ-որ կառույցներ։ Մի բան ասեմ, Գայանե, դուք զարմանալով եք ինձ մատխրելու եք, բայց Հայաստանի ռազմական դոկտրինը մշակվել է 2006-7 թվականից։ Հետո ոչինչ փոփոխություն չի եղել։ Պատերազմից առաջ ինչ-որ դոկտրինի մասին էր խոսում են, բայց ոչև դոկտրին չի հասել, ընդունվել է ազգային անվտանգության ռազմավարություն, որը անվտանգության ռազմավարության ստատուս չի ստացել։ Դրա համար մենք այսօր չունենք այդ փաստաթղթերը, հայեցակարգային փաստաթղթերը, որ իրա դուք հիմներով պիտի կառուցես քո պաշտպանությունը։ Վերջին ժամանակները ռազմական ուժերը հայտարարել են եւ ներկայացրել են հայկական ռազմական ուժերի փոխակերպման ռազմավարությունը, բայց այդ փաստաթուղթը քրիտիկայի չի ենթարկվում, այնտեղ ցավոք սրտի դեկլարատիվ փաստաթուղթ է ստացվել, որտեղ գնահատականները, որը պետք է չկան։ Այսինքն պետք է հարց բարձրացնել, որ այսպիսի դոկտրին նախ պետք է անկախ ամեն ինչից եւ երկրորդը դոկտրինում պետք է այս ամենը արտացոլվում։ 2022 թվականի արմիավորումը եւ ոգեզեն համայնքի ներկայացուցիչները այդ հարցերը պատրաստել են, այն ժամանակ ստեղծվել է աշխատանքային խումբ անվտանգության խորհրդի ներկա, որը մշակել է տեսլականը համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի տեսլականը, որը ընդունվել է Հայաստանի իշխանությունների անվտանգության խորհրդի կողմից հոկտեմբերի 2023 թվականից։ Այդ կոնցեպցիա է, այդ տեսլական է, այդ տեսլական է վիժնը։ Ինչ բան է տեսլական, ինչ բան է հայեցակարգ։ Տեսլականը դա ռազմավարական փաստաթղթի տեսակն է, որտեղ դու ձևավորում ես հիմնական սկզբունքները, մոտեցումները ոնց ես լուծելու, բայց հետո տեսլականից հետո դու պիտի մշակես ռազմավարություն, որի վրա ռազմավարություն ոնց է դա այդ սկզբունքները իրականացնելու, ստացնելու իրականություն։ Հետո բացի ռազմավարությունից դու պիտի մշակես դոկտրին, հետո պիտի մշակես ճանապարհային քարտ, ոնց է անցնում։ Այսինքն մենք այդ ճանապարհը դեռ ունենք անցնելու։ 2023 թվականին մենք ամեն ինչ հույս ունենք, որ ճանապարհով կսկսեն գնալ, որովհետև տեսլականը ընդունված է, ոնց պիտի ստեղծես, ոնց պիտի մշակես ռազմավարությունը, որը հնարավորություն կտա համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգը իրականացնել, բայց հետո այդ ամենը սառեցվել է։ Իշխանությունը այդ բոլոր գործողությունները կարելի ասել սառեցրել է։ Հասարակությունը արմիավորումի կողմից կանցեկացվել
համապատասխան զորավարժություններ, որտեղ մենք ցույց ենք տվել ինչ ճանապարհով կարելի է ասենք պատրաստել պահեստազորը, ոնց կարելի է սկսել պատրաստել պահեստազորային ուժերը, որ հասարակական հասարակությունը պատրաստ է դրան, որտեղ մենք միշտ լսում ենք, որ դուք այդ խելոքներն եք, նվիրյալներն եք, որ այդ աշխատանքների մեջ եք, բայց հասարակությունը պատրաստ չէ ճանապարհով գնալ։ Այն ժամանակ տեխնոլոգի եւ ռազմամարզական կազմակերպությունների միասին միավորվելով ցույց են տվել, որ հայկական հասարակությունը պատրաստ է անցնել ուրիշ մեթոդներով, ավելի լավ պատրաստված լինի պատերազմի, որ հասարակության հետ խնդրեմ չկա։ Խնդիրները ավելի շուտ պետության հետ են, ռազմական ուժերի հետ են եւ իշխանությունների հետ են, որտեղ նման փոփոխությունները դրանք սկզբունքային են եւ խորքային են։ Նրանք պատահում են, որ բոլոր ռազմական կառույցները պիտի գնան փոխակերպման։ Այն աշխատանքի ոճը, որը մենք ունեցել ենք, այն սպայերը, որը մենք ձևավորել ենք, այդ ամենը պիտի փոխվի։ Եվ այստեղ հակասություն է սկսվում, որովհետև նման խորքային փոփոխությունների դեմ դուրս է գալիս արդեն ձևավորված հաստատությունները։ Այստեղ սկսում է հաստատությունների դիմադրությունը, որը պիտի հաղթահարվի։ Սովորաբար այդ հաղթահարումը տեղի ունենում քաղաքական ուժի կամքի միջոցով եւ քաղաքական ուժը, որը ղեկավարում է երկրի, ունի կամք եւ ոչ թե կոտրում է, բայց ստիպում է հաստատությունները, ռազմական հաստատությունները, անվտանգության հաստատությունները, ողջ հաստատությունները սկսել փոխվել։ Մենք այդ կամքը չունենք։ Հայկական իշխանության, պետության հիմնական խնդրեմը նրա մեջ է, որ մենք ունենք իշխանություններ եւ պետություն, որը չունեն կամք։ Չունենք կամք պաշտպանել Հայաստանը, չունենք կամք փոխել Հայաստանը, փոխակերպել Հայաստանը եւ այդ կամքը չկա, ամեն ինչը սառեցնում է եւ լճանում է ցավոք։ Կարելի է ասել, որ հասարակությունը պատրաստ է, հասարակությունը ավելի առաջադեմ է, կառույցներ է ստեղծել, հասարակությունը համապատասխան անհրաժեշտ կառույցները ստեղծված են, բայց պետությունը պատրաստ չէ։ Այո, կարող եք ասել այդ պետությունը եւ իշխանությունը։ Իշխանությունները։ Հիմա այո, ես նկատեցի, ձեզ մոտ կա մի ձևակերպում հասարակություն, կարծեմ պետություն, իշխանություններ։ Սրանք անդրադառնանք, պարզապես այս հատվածը մի հատ հասկանանք, այսինքն հասարակությունը պատրաստ է, կառույցները պատրաստ են։ Հասարակությունը ձևավորում է կառույցներ, որ ինքը կարողանա դառնա կառուցված կամ կազմակերպված հասարակություն։ Այդ աշխատանքները սկսել են, եկանում ենք։ Այո, դա արված է։ Անվում է, չի արված, չի անվում է, երկար process է։ Հրաշալի է, բայց եւ ժողովուրդը գալիս է։ Հասարակությունը ձգտում է դեպի ձեզ, ձգվում է, գալիս են եւ ձեր միավորումների հավաքներին են մասնակցում, ճիշտ է, հասարակությունը ակտիվ է, ակտիվ պատրաստ է։ Հիմա իմ հարցս մյուսն է, արդյոք պետությունը պատրաստ չէ, ինչու, քաղաքական վախկոտության, վախերի պատճառով, թե չի գիտակցում, չի տեսնում այնպես, ինչպես հիմա դուք ներկայացնում եք։ Այն աշխատանքը, որը ռազմամարզական կազմակերպությունները ոգեզեն համայնքը արել է 4 տարվա ընթացքում, պետությունը եւ իշխանությունը հնարավորություն չունեն ասել, որ նրանք չգիտեն ոնց կարելի է դա անել։ Հասարակությունը, փորձագետները, գիտնականները, հայեցակարգը, տեսլականը ցույց են տվել ինչ ճանապարհով պետք է գնալ։ Ինչու չի անում պետությունը։ Որովհետև մենք բերել ենք ուրիշ երկրների փորձը, Ֆինլանդիա, Շվեյցիա, 15 երկրները ճանապարհով գնում են, երբ փոքր երկիրը կարողանում է չեզոքացնել ուժային կենտրոնների, տարածաշրջանային կամ աշխարհակաղակական կենտրոնների ագրեսիան։ Այդ խնդիրը լուծելի է։ Եվ այսօր իշխանությունները գիտակցում են, որ դա հնարավոր է լուծել։ Բացի դրանից հասարակությունը եւ անվտանգության խորհուրդը ձևավորել են ոնց կարելի է դա լուծել։ Այդ բացատրությունը արդեն չկա։ Եվ մնում ուղղակի այն պատասխանը, որ իշխանությունը եւ բարձր քաղաքական եւ ռազմաքաղաքական ղեկավարությունը չեն ուզում այդ ճանապարհով գնալ։ Ինչու չեն ուզում գնալ։ Դա պետք է արդեն սկսում է քաղաքական վերլուծություն։ Այո, այսինքն այնուամենայնիվ առնչվում է քաղաքական որոշումների, ոչ թե չընկալելուն։ Հա, անկալելու ճոխությունը ճակետներում իրանք չունեն։ Իրանք ընկալում են, որ դա ուրիշ ելք չկա, այս ճանապարհով պիտի գնանք։ Ինչու չեն անում։ Առաջին կարելի ասել արտաքին եւ ներքին գործոններ, որը չեն թողում։ Արտաքին գործոններն այն է, որ ես համոզված եմ, որ ուժային կենտրոնները, որը կանգնած էին երկրորդ Արցախյան արշավից հետո, Ռուսաստանը եւ Թուրքիան ուղղակի արգելում են Հայաստանին հզորանալ, արգելում են Հայաստանին դառնալ
պատրաստված հաջորդ պատերազմին։ Հայաստանը պիտի մնա թույլ պետություն, թույլ հասարակություն, թույլ իշխանություն, որը բոլորովին բացարձակ վերահսկողության տակ են։ Այդ արտաքին ճնշումն է, որը կա եւ պիտի լինի, դա տրամաբանական է, որ այդպես լինի, բայց ցավոք սրտի հայկական այսօրվա իշխանությունը համաձայնում են նման վարքին։ Ելնելով թույլ իշխանություններ, ինքնին ամեն ինչ են անում, որ հասարակությունս մնա թույլ, պարակտված, կռված իրար հետ, որ հասարակությունը չի հավաքվի, չի միավորվի, որովհետեւ իրանք հավաքված, միավորված հասարակության մեջ տեսնում են սպառնալիք իրանց իշխանության։ Եվ մենք մտնում ենք հակասության մեջ, երբ ազգային պետական շահերը ունենալ հզոր Հայաստան եւ հզոր պետություն մտնում է հակասության մեջ թույլ իշխանությունների հետ, որոնք լինելով թույլ անում են ամեն ինչ, որ հասարակությունում չի ձևավորվի այլընտրանքային հասարակական ուժ, այդ հասարակական ուժից չի ձևավորվի քաղաքական ուժ, որը կարող է մարտահրավեր նետի իշխանությունների։ Ելնելով այս բացական անընդունելի տրամաբանությունից, իշխանությունները չեն գնում այն ճանապարհով, որ Հայաստանը հզորանում է, եւ դա անընդունելի է իմ կարծիքով։ Իրանք պիտի փոխվեն։ Իրանք իրավունք չունեն, մենք իրավունք չունենք այդ ճանապարհով գնալ, շարունակել այնպես, ինչպես անցել եք այս 2020 թվականից հետո։ Մեջբերում հերթական մեջբերում այս հայտարարությունից այն թեման է, որը մենք հիմա քննարկում ենք միասին։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականությունը հետևյալն է։ Հայաստանի ներկայիս իշխանությունները թեև խոսքով ընդունում են համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի անհրաժեշտությունը, դուք ասում եք, որ այո, ընդունում են, բայց խոսքով են ընդունում։ Սակայն արդեն 3 տարի է որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում այս ուղղությամբ։ Եվ շարունակությունն է կարևոր, արդեն ասում եք ինչ պետք է արվի։ Անվտանգության համապարփակ մոտեցումը պահանջում է վերջնական հրաժարում հետխորհրդային մշակույթից, այս մասին դուք խոսեցիք, եւ հիմա արդեն երկրորդ հատվածը եւ անցում ժողովրդավարական սկզբունքներով կազմակերպված հասարակություն գից, պետություն գից, իշխանություն հարաբերությունների։ Այստեղ կանգնենք։ Ինչու եք դուք առանձնացնում եւ համարում, որ ինչ որ նոր հարաբերություններ պետք է ստեղծվեն հասարակություն, պետություն, իշխանություն։ Գանե այստեղ խնդրեմ ասկսում, ոչ թե խնդրեմ ասկսում, եթե դու ընդունում ես, որ համապարփակ մոտեցումը այլընտրանք չունի, պիտի գնաս այդ ճանապարհով, բայց եթե նայում ես համապարփակ մոտեցումը կորիզում եւ հիմքում կանգնած է ժողովրդավարությունը։ Միայն ժողովրդավարական պետություն եւ հասարակություն եւ իշխանություն կարող են կառուցել նման համապարփակ համակարգ, պաշտպանության համակարգ։ Եթե դու ուզում ես դա կառուցել, դու պիտի փոխվես, փոխակերպես եւ հասարակությունը եւ իշխանությունը եւ պետությունը։ Հետսովետական Հայաստանը, լինելով ժառանգորդ սովետական միությունից, դուրս եկած սովետական միությունից, կրում էր իր վրա սովետական ավտորիտար, տոտալիտար մշակույթը, պետության կառուցման մշակույթը, հասարակության Բայց դա մեր ընտրություններ, թե մենք չենք կարողանում մեր ժառանգությունն է, մենք այդպեսն ենք եղել։ Մենք կարողանում ենք դա թոթափել, մենք կարողանում ենք փոխվել այդտեղից։ Մեր Արցախյան երկրորդ հարշավը ցույց է տալու այլընտրանք չունես, եթե չես փոխում, եթե հրաժեշտ չես տալիս այդ սովետական մոտեցումը, ավտորիտար մոտեցման, որտեղ դու կառուցում ես օլիգարխիկ համակարգ, օլիգարխիկ տնտեսություն, որտեղ բոլոր քո ազգային հարստությունը կենտրոնացած է մի տասնյակ, երկու, մի 100 ընտանիքների ձեռքում, նման մոտեցումներում, նման տնտեսության, նման հասարակության մեջ դու չես կարողանալու պաշտպանել Հայաստանը։ Եթե ուզում ես պաշտպանել Հայաստանը, դու պետք է ունես ժողովրդավարական, քաղաքացիական պետություն, հասարակություն։ Եվ դա նշանակում է դու պետք է հրաժեշտ տաս այն լուծումները, որ ունեցած հետսովետական Հայաստանում եւ հետսովետական լուծումները, որը դու կարողացել ես։ Դուք համարում եք, որ դա կարող է անել Հայաստանը, ոչ թե ցավոք սրտի գայանը չի կարող, ուզում է, բայց չի կարող, չի ուզում։ Եթե չանենք, Հայաստանը որպես ինքնաիշխան պետություն, մենք որպես ժողովուրդ, որ ունի պետություն, մենք այդ ամեն ինչը կորցնելու ենք։ Այսինքն դուք ասում եք կարող ես, չես կարող, դու պետք է դա անես։ Պիտի անես։ Դու պիտի դառնաս ժողովրդավարական չկարողանալը կոտրելով, ճեղքելով Բայց գոնես չեմ հասկանում, չկարողանալով որպես հասարակություն ես կարող եմ դա անել։ Իմ հասարակությունը պատրաստ է ճանապարհով գնալ, որովհետև մեր հայկական մշակույթը լինելով եվրոպական մշակույթի քաղաքակրթության մաս, մենք որպես հայկական քաղաքակրթության, մեզ համար դա բնական ճանապարհ է։ Բայց մյուսները ասում են հասարակություն դու կույր ես ու չես հասկանում, Ռուսաստանը շատ հզոր է, Ռուսաստանը մեզ չի թողնում, այդ կապանքները դեռ շատ ամուր են։ Ռուսաստանը հզոր է, Թուրքիան հզոր է,
է, Իրանը հզոր է, բոլորը ավտորիտար են, բոլորը լրիվ ուրիշ ձևավորում են քաղաքական իրաց մոտեցումները, իրաց մշակույթները, քոնը ուրիշ է։ Դու կարող ես մնաս գոյատևես, եթե մնում ես որպես հայ, քո ինքնիշխանությունը, քո մշակույթը, քո ինքնությունը ժողովրդավարական է։ Դու ժողովուրդ ես, որը կառուցել է պետություն, որը ունի պետություն եւ այլ։ Դրա համար այլ ընտրանք չկա։ Դու հետ ես գալիս քո սկզբունքների եւ կառուցում ես հայկական պետություն, որը հիմնված է հայկական մշակույթի մեջ, հիմնված է այն սկզբունքների վրա, որը քո ժողովուրդը ընդունում է եւ ունենում ես պետություն, որը դա հասկանում է եւ կառուցում ես իշխանություններ, որը դա հասկանում են։ Այդ ժամանակ դու ստանում ես հնարավորություն պաշտպանել Հայաստանը, բայց իսպերդով դու պետք է հասկանաս ի վերջո, որ դա իմ պետությունն է լինելու։ Ես նստում եմ իմ պետության հետ համաձայնում եմ, դաշինք եմ կնքվում, ինչ պարտականություն է վերցնում իր վրա իշխանությունը, պետությունը, ինչ պարտականություն է վերցնում հասարակությունը եւ ինչ իրավունքներ ունի։ Դու պայմանավորվում ես, ոչ թե քեզ թելադրում են ուժի միջոցով, քեզ պարտադրում են գնալ այս ճանապարհով, մենք պիտի պայմանավորվենք, ոնց է կառուցում Հայաստանը։ Պայմանավորվենք, ձեռք սխմենք հասարակությունը, ժողովուրդս, իմ պետությունը եւ իմ իշխանությունները, ամեն մեկը վերցնում է իր պարտականություններ եւ ես կարողանում եմ հետո հաշվարկի առաջ կանգնեցնել եւ հաշվետվություն ունենալ իմ պետությունից, իմ իշխանությունից, ինչու չեն կատարում պայմանավորված մոտեցումները, ինչ են իրականացնում եւ պետությունը իրավունք է ստանում թելադրի ինձ պարտադրություններ վերցնել, որ իմ պետությունները, որը վերցնել եմ ինձ վրա, դու պարտավորել ես պատրաստվել ես ճգնաժամի պատերազմի, ոնց ես դա անում։ Այդ ժամանակ ամեն ինչ ստացվում է կարծիքով գայանը եւ մեր փորձերը հասարակության հետ են մենք անցել մի քանի զորավարժություններ, որտեղ պետությունը ասում է դուք առաջնորդներ եք, դուք պատրաստված եք, դուք կարողանում եք այդ ճանապարհով գնալ, հասարակությունը պատրաստ չէ, դուք չգիտեք ձեր հայ ժողովուրդը ինչ վիճակում է, ամբողջի հաստրած, իրանք պատրաստ չեն ճանապարհով գնաց։ Ինձ համար ամենից ոգևորիչ մոմենտներից մեկը այն էր, երբ տեսնում եմ, որ այս 25 օրվա պատրաստության սկզբունքներում, որ պահեստազորի պատրաստվածում այսօր համակարգ կա, պետությունը մեզ հնարավորություն հատուվեր վերցնենք 300 մոտորապես պահեստազոր եւ ասեցին ցույց տվեցեք, որ ձեր մոտեցումները համապարփակ, որ դուք ասում եք, դուք կարողանում եք կիրառել։ Եվ դուք տեսածնեք ոնց է փոխում այդ պահեստազորը, իրանք երեկացին են սովորական մարդիկ, անձնավոր ոչ թե ընտրված, գալիս են եւ երբ տեսնում են, որ ինչ են սովորում, ոնց են սովորում, ոնց են իրաց պատրաստում, իրանք լրիվ փոխվում էին։ Պատրաստությունը սկսում է ժամը 6-ին, արդյունը երջանում է 12-ին գիշերվա եւ բոլորը աշխատում են, բոլորը մտնում են աշխատանքի մեջ, պաշտպանության նախարարությունը սպայերը չէին հավատում իրաց աչքերին, որ դա հնարավոր է։ Դրա համար ես կարող եմ ասել, որ այո, իմ հասարակությունը, իմ ժողովուրդը պատրաստ է ստեղծել, կառուցել ուրիշ Հայաստան, բայց պատրաստ չի իմ պետությունը, պետական հաստատությունները, որովհետև նրանք հետսովետական են, իրանց տրամաբանության մեջ են, կոռուպցված եւ այլ, եւ իշխանությունը չեն պատրաստ, որովհետև իշխանությունը պահում են իշխանությունը այդ հին տրամաբանության եւ հին միջավայրի մշակույթի մեջ, բայց այն ինչը կատարվում է աշխարհում այսօր, քեզ այն տրանք չի թողնում։ Հայաստանը ունի շատ քիչ ժամանակ, ի վերջո այն ընտրված հայտարարված ճանապարհը ժողովրդավարական Հայաստան կառուցելու ի վերջո սկսել կառուցել։ Եվ այստեղ նորից եմ կրկնում իմ հասարակությունը, իմ ժողովուրդը պատրաստ է դրան։ Այն հարցին, որը ես տվեցի, ասի, իսկ ինչի վրա պետք է հենվի, ինչ հնարան ունի, փաստորեն դուք ասում եք պետք է սկզբունքներ պետք է մշակվեն եւ այդ սկզբունքները եւ նպատակները, այլ կերպ ասած ասում են ազգային գաղափարախոսություն, չգիտեմ դա է թե դա չէ, թե սկզբունքներ պետք է մշակենք եւ մեր հենարանը մեր սկզբունքներն են։ Կարելի ասել սկզբունքներ, կարելի ասել գաղափարախոսություն, արդեն խոսքերի նույն բանն է, այսինքն դուք ասում եք նպատակը պետք է լինի մեկը եւ այստեղ այո, այսինքն ասում եք այո, սկզբունքներն են մեր հենարանը, մեր նպատակներն են։ Եվ դուք ասացիք, որ պետք է հասարակությունը եւ իշխանությունները կարծես թե գան ընդհանուր հայտարարի պայմանավորվեն համաձայնության իրար հետ։ Ներողություն, բայց պետք է ասեմ, այդ օրինակը բերեմ, կարծեմ 3 էր Փաշինյանի այդ խոսույթը տարածվեց, էլի որ սահմանադրություն պետք է փոխվի, նոր, չգիտեմ, հեղափոխությունից հետո սահմանադրության մեջ փոփոխություններ անհրաժեշտ է անել, եւ ինչ է այդ սահմանադրությունը, ասում է Փաշինյանը, դա հենց այն ինչի մասին մենք խոսում ենք եւ դա իմ
իմ հարցս դա էր։ Նա ասում է պետք է հասարակությունը եւ իշխանությունները ոնց որ թե համաձայնություն իրար հետ համաձայնության գան, որովհետեւ դեռ մինչեւ հիմա մենք չենք համարում, որ համաձայնության են եկել, որովհետեւ նախորդ սահմանադրության ընդունման ընտրությունները կեղծված են, վստահ չենք, որ այդ մասին է խոսքը։ Դուք կարծում եք, որ այս նոր սահմանադրության մեջ այս հարցերն են դրվելու, այս համաձայնության մասին է խոսքը լինելու, թե ինչպիսին պետք է լինի մեր Հայաստանը, ինչպես պետք է պաշտպանենք Հայաստանը։ Սա մտնելու է սահմանադրության մեջ։ Սահմանադրությունը ասում է փաստաթուղթ է, որտեղ ամրագրվում է հասարակության եւ իշխանության մոտեցումները պետք է համաձայնեցված լինեն, թե ինչ է սպասում հասարակությունը իշխանությունից, իշխանությունը ինչ է տեսնում իդեմս հասարակության։ Խորին համոզմունքը, որ հիմա մենք իրավունք չունենք սահմանադրություն փոփոխության գնալ եւ այլ ճանապարհով գնալ։ Նիկոլ Փաշինյանի խոսքերը վերլուծել ես իմաստ չեմ տեսնում։ Նիկոլ Փաշինյանը վարչապետը մնում է բացարձակ պոպուլիստ, գրոսմայստեր այդ հարցերում եւ իրան խոսքերը արժեք չունեն։ Համարում եք, որ դա չէ։ Այն ինչի մասին մենք խոսում ենք, ինքը դա մասին կարող է խոսել, բայց ինքը դրա մասին կարող է խոսել, այդ խոսքերը ճիշտ խոսքերը կարող է արտահայտի, բայց իրան գործողությունները, իրան քայլերը եւ խոսքերը իրան չեն համապատասխանում։ Դրա համար վերլուծել Նիկոլ Փաշինյանի խոսքերը դա իմաստ չեմ տեսնում։ Նիկոլ Փաշինյանը մեծ խոսքեր ասելով մենք կորցրել եք այն ինչի կորցրել եք, մենք կանգնած եք գոյատևական սպառնալիքների ռազմականի առջև եւ Նիկոլ Փաշինյանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը արտաքին ճնշման հետևանք է առաջինը, որովհետեւ Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան են դրա մասին խոսում, որ դա պիտի Հայաստանը փոխի սահմանադրությունը եւ ուղղակի Նիկոլ Փաշինյանը այդ հետսովետական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր այսօրվա սահմանադրությունը գրել է Չակետ Սարգսյանը, դա ինքը իր բնույթով ավտորիտար է, ավտորիտար սահմանադրությունը, երբ ողջ իշխանությունը կենտրոնացած է վարչապետի ձեռքերում, այդ բալանսները օրենսդրական, գործադիր, դատական իշխանությունների մեջ բոլորը խախտված են, Նիկոլ Փաշինյանը ուզում է ավելի բարձրացնել այդ կենտրոնացման լծակները իր ձեռքում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կենտրոնացում է իշխանության ավելի շատ է, քան Տացիկ Սերժ Սարգսյանի օրոք։ Դրա համար իմ խորին համոզմունքն է սահմանադրության փոփոխության մասին եւ այլը պիտի խոսեն արդեն ուրիշ իշխանությունները։ Նորից վերադառնանք այս ձևակերպմանը, անցում ինչ պետք է արվի, անցում ժողովրդավարական սկզբունքներով կազմակերպված հասարակություն, պետություն, իշխանություն հարաբերությունները։ Վերադառնանք այս ձեր 3 հատվածների հասարակություն, պետություն, ինչու եք այդպես համարում, որ պետություն եւ իշխանությունը պետք է տարանջատել։ Դա շատ կարեւոր է, որտեղ շատերը կարծում են իշխանությունը դա պետությունն է։ Շատերը ասում են Հայաստանը, որտեղ Հայաստանի մշակույթը եւ հասարակությունը ցավոք սրտի մնում է սովետական։ Դա կարեւոր է, որ հիմա բացատրեք։ Եթե դու ժողովրդավարական երկիր ես, եթե ժողովրդական պետություն ես, հասարակություն ես, քեզ համար բնական է եւ հասկանալի է, որ պետությունը, պետական կառույցները, հաստատությունները դա մի ուղղություն է եւ իշխանությունները քաղաքական համակարգը դա ուրիշ է։ Սովետական միությունում ավտորիտար երկրներում պետությունը, իշխանությունը ձուլված են մի երևույթ են։ Իրականում դա այդպես չի պետք լինի, կա իշխանություն, կա պետություն, կա հասարակություն։ Եվ հասարակությունը պետության շուրջն է։ Հասարակությունը համախմբում է եւ իշխանության եւ պետության եւ հասարակությունը նայում է, վերահսկում է եւ կոնտրոլի տակ է պահում եւ պետությունը եւ իշխանությունը։ Այդ տարբեր համակարգեր են։ Պետական համակարգերը ապրում են ավելի երկար ժամանակային շրջաններում, պետական հաստատությունները երկար են փոխում, բյուրոկրատիան, բանակը եւ այլ։ Իրանք ապրում են իրանց կյանքով, պետական կյանքով, բայց պետական կյանքը եւ իշխանության քաղաքական կյանքը դու պիտի տարանջատես, դա տարբեր ոլորտներ են։ Եվ իշխանությունները եւ պետությունը պիտի տարանջատես եւ պետք չի պետությունը եւ իշխանությունները միացած ձևավորված լուծումներ գտնես։ Դա ճիշտ մոտեցում չի։ Մենք ի վերջո, եթե հիմնում ենք ժողովրդավարական սկզբունքների վրա, պիտի տարանջատենք, հասկանանք, որ ունենք պետություն, ունենք իշխանություններ։ Սրանք ապրում են 5 տարվա ցիկլի մեջ, 5 տարի մենք ունենք ընտրություններ, երբ ինանորություն եք տանում որպես հասարակություն, ժողովուրդ փոխել իշխանությունները, պետությունը ապրում է իր ռեժիմի մեջ, իր ժամանակի մեջ, պետությունական հաստատությունները զարգանում են տասնյակ տարիների ընթացքում եւ ավելի դժվար են փոփոխվում։ Դրա համար դեպի տարանջատես գայանը այդ բնական, չեմ կարելի ասել կլասիկ մոտեցում է, հավանական մոտեցում է, եթե դու ուզում ես կարողացել ժողովրդավարական պետություն եւ ունել ժողովրդավարական հաստատություններ եւ հասարակություն։ Այդպես պիտի կարողացեք Հայաստանը, չի կարելի, երբ
ողջ հայկական հասարակական հայկական իրականության մեջ եւ քաղաքական եւ պետական իշխանությունները կենտրոնացած են վարչապետի ձեռքում։ Դա ճիշտ մոտեցում չի։ Դա բերում է այն կատաստրոֆիկ սխալների, որը մենք այսօր անցնում ենք։ Դրա համար պիտի կառուցենք բալանսավորված համակարգ եւ ամեն ինչ հարցերը դնել եւ լուծել, բայց դրան հասնելը դա բավականին դժվար է եւ դա պայքար է, ես դա հասկանում եմ, որտեղ ոչ իշխանությունը, ոչ պետությունը չեն ուզում իրենց լծակները ցերքից տալ, դա բնական է։ Հասարակությունը ժողովուրդը պիտի պայքարի եւ հետ բերի ինքնիշխանության իրավունքները իր վրա, ի վերջո պիտի հիշենք, որ ինքնիշխանը Հայաստանում դա հայ ժողովուրդն է, հայ ազգն է, որը տալիս է մանդատ պետության եւ իշխանության վարել եւ կառավարել Հայաստանը։ Այդ ամենը պիտի վերականգնենք, բայց եթե մինչեւ այս մեծ փոփոխությունները, որը տեղի ունենում աշխարհում, երբ աշխարհը լճացած էր այդ ճակետներում, մենք ունեցել ենք կայացած համակարգ միջազգային, մենք հնարավորություն ենք ունեցել, ժամանակ ենք ունեցել, երբ ամեն ինչ փոխվում է եւ դառնում է ավելի վտանգավոր եւ ավելի սպառնալիքներով լցված միջավայր, դու պարտավոր ես այդ ճանապարհով ինչքան կարելի է շուտ գնալ։ Այո, Իմ կարծիքով։ եւ ստացվում է, որ ընկալումներ, մոտեցումներ պետք է վերադասավորվի ինքը Հայաստանը։ Այս փոփոխվող իրավիճակում մենք իներտ Իհարկե, հա Գայան։ իներտություն չենք կարող շարունակել իներտ մնալ։ Մենք կորցրել ենք 30 տարի, այս փոփոխությունները չենք արել, հետսովետական Հայաստանը պիտի լինի ժամանակավոր, հետսովետական խոսքը նշանակում է ժամանակավոր անցումային պերիոդ։ Ինչ որ բան փոխվել է, որը հնարավորություն է տալիս այնուամենայնիվ անել այն, ինչ որ դուք ասում եք, ճեղքել այդ 30 տարի կորցրել եք, բայց շղթաները կարող ենք անգամ ասել, կորցրել եք 30 տարի, հա Գայանը, բայց հետո կորցրել եք հիմա 5 տարի Արցախի աղետից հետո մենք նորից կորցրել ենք 5 տարի, այդ փոփոխություններին չեք գնացել։ 30 տարին չի երեքել ստացել եք աղետ, ոչ պատրաստ Հայաստան, Արցախ պատերազմի, բայց 20 տարից 20 տարեկանից հետո նորից փոփոխությունները չեն գնում։ Միայն դեկլարատիվ հայտարարություններ են, քո կախվածությունը Ռուսաստանից ավելի է մեծացել, քո օլիգարխիկ համակարգը դարձել է ավելի կենտրոնացած, դու տնտեսությունը չես փոխել, դու ֆինանսական համակարգը չես փոխել, ռազմական դոկտրին քո ռազմական դոկտրինը, ռազմական ուժերի անվտանգության համակարգը փոխակերպումը չես արել։ Այս տարի 24 թվականին, 25 թվականին ձևավորել է դոկտրինը, որը չի համապատասխանում այն խնդիրներին, որը պիտի լուծի, եւ այլ եւ այլ։ Մենք ժամանակ չունենք այդքան նստել, սպասել Նիկոլ Փաշինյանի խոսքերին լսել, նոր խոսքերին, Խաչմերուկից անցել եք այս մեկին, այս մեկից անցում եք իրական Հայաստան, իրականից ապականից ասում եք ապագա չկա, ապագա կա, այդ խոսքերի ժամանակը վերջացել է։ Հերիքա, խոսքերը պիտի ստանան իրենց իմաստը, նորից լսնեն անիմաստով, որ իրանց մեջ դրված են, եւ ի վերջո մենք պիտի նակ իշխանություններ, որ այդ խոսքերին իմաստին համապատասխանում են։ Հայաստանը պիտի կառուցի ժողովրդական պետություն, հասարակություն, որ կարողանա ձևավորի եւ կառուցի համապարփակ պաշտպանության, անվտանգության համակարգ, որը կկարի պաշտպանի Հայաստանը։ Դրա համար դու պիտի փոխես քո տնտեսությունը, փոխես քո ֆինանսները, փոխես քո հասարակությունը, փոխես քո պետությունը, փոխես քո իշխանությունները։ Խոսել, որ իշխանությունը պայելու համար խոսքերի մեջ կորել եւ նորից պատճառներ գտնել, ինչու չես տանում քո պարտականությունները, այդ ժամանակն իմ կարծիքով վերջացել են Գայանը։ Շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, նաև ձեզ, որ մեզ հետ եք այս հարցազրույցի ընթացքում ռազմական եւ անվտանգության հարցերով փորձագետ քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանն էր մեր զրուցակիցը։ Պատմական որոշումներ է, պատմական պատասխանատվության հարցը, ճիշտ է հիմա։ Այո, եւ մենք պիտի ընդունենք որոշում։ Հետաձգել որոշումների ժամանակը վերջացել է։ Շնորհակալություն, զրուցվար Միրգայանի Առաքելյանը, բարին ձեզ։